Ես հիմա կասեմ, որ հենց այսօր էլ այդ խնդրով էի զբաղվում, առաջնահերթությունը վատ բուժ սպասարկումն է։ Կալանավորների, դատապարտյալների նկատմամբ բացասական վերաբերմունքն է։ Եվ այդ բուժումները առանց էլ մի եսիմ ինչ վիճակում չէր, իսկ հիմա չեք պատկերացնի ինչպես են վերաբերվում կալանավորներին, եւ ես մի հատ օրինակ բերեմ, որ հենց այսօր մենք հոդված հրապարակեցինք, միավով հիվանդ դատապարտյալին, ուրեմն բուժում չեն նշանակում, նա հացադուլի է դիմում է ծայրահեղ միջոցի եւ շատ են այդպիսի դատապարտյալները, որոնք դիմում են ծայրահեղ միջոցի, որ ուշադրություն գրավեն իրենց տանեն հիվանդ դատապարտյալների հիվանդանոց այդ բուժման հարցերը կարգավորեն Եվ եթե մենք իմանում ենք դրա մասին եւ բարձրաձայնում ենք, դա ինչ որ ձևի լուծում է ստանում, բայց այս անգամ այս միավով հիվանդի դեպքում լուծում չի ստանում։ Նա հացադուլ արեց տարան դատապարտյալների հիվանդանոց, բայց բուժում չեն կատարել, չեն նշանակել բուժում, այսինքն պատժում է պետը, բուժ ծառայության պետ Կամո Մանուկյանը պատժում է դրա համար, որ մենք տեղյակ ենք, որ նա ահազանգում է լրատվամիջոցներին, որ նա բարձրաձայնում է այդ խնդիրը, եւ ես իմ իր հետ խոսակցությունից հետո, որ ես զանգել եմ, ասում եմ բուժում ստանում է, չի ստանում, ինչն է պատճառը։ Ինքը հաջորդ օրը հիվանդանոցից տեղափոխեց բանտ, այսինքն ես եմ որոշում ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Ու այս հաշվետու չլինելը ոչ թե միայն դատապարտյալներին կամ այլ իրենց որտեղ ղեկավարության ու անտեսում է ղեկավարությունը, այսինքն այդ խնդիրները, դրա համար իրանք ինչպես ուզում են, տենց է վարվում են։